Պարոն Ռուբինյան, Սովետի ժամանակ Հայաստանի ԿԳԲ-ը մի հատ գնդապետ կար, Նալբանդյան, տարին մի անգամ մի հատ դաշնակցության դեմ գիրք էր գրում, բրոշյուրներ, ուղղակի զարմանում եմ, կարող այդ բրոշյուրները ձեր գրադարանում կան, բայց բարեկամաբար ուզում եմ ասել մի բան, իրոք բարեկամաբար ուզում եմ ասել մի բան, որպես Ռուբինյան ազգանուն կրող, ես ձեր փոխարեն այսօր այս ամբիոնից ելի չէի ունենա այդ դաշնակցության դեմ ծամծմված ինչ-որ թեզեր առաջ չէի բերի, Գերական եմ ասում, գեդինը կմտնեի, որտև այսօր այս դալիճում նստած մարդը Ադրբեջանի պահանջով հողին հավասարեցրեց ձեր հայրիկի իմ հարգելի Կարապետ Ռուբինյանի, նրա ընկերների, զինակիցների, մեր ժողովրդի ամբողջ պայքարի արդյունք Հայաստանի անկախության հռչակագիր։ Մենք առիթ դեռ շատ կունենանք այս բոլոր թեմաներով խոսել։ Հիմա քննարկում ենք Կառավարության գործունեության հաշվետվությունը։ Ես զուտ ասեմ, որ ելույթի իրավունք չունեմ, թե չէ կպատասխանեի, հետո մի օր քննարկենք, ելույթ շարունակենք։ Հետո խոսենք, զրուցենք։ Հիմա քննարկում ենք կառավարության գործունեության հաշվետվությունը, մի քիչ զարմանալի է, էլի Նիկոլ Փաշինյանի գործունեությունը չէր, ոնց որ թե կառավարության, բայց ինքն է ներկայացրել։ Ամեն դեպքում, իբրև նախաբան, վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը շատ է խոսում կրթվելու մասին, ես կարծեմ հարցու պատասխանին ասեց, թե դուք վունդերկինդներ եք, չէ, վունդերկինդները դեռ շարքերում էին, ուսանողական նստարանից տանում նախարարի տեղակալ էիք նշանակում ու տարբեր պաշտոնների։ Գիտեք, կրթվել միշտ պետք է, պարտադիր է, բայց բաներ կա, որ կրթվում են փոքր տարիքում, մանկապարտեզում, տանը, դպրոցում, օրինակ այդ փոքր տարիքում են սովորացնում, որ գիտես, տղամարդը կնոջ առաջ գլխարկը հանում է բարևելու, լինի ենթական նախարար, լինի ՔՊ-ական Արուսյակ Մանավազյան, թե որևէ գյուղի հարգելի տատիկ։ Դա փոքր ժամանակվանից է գալիս, 40-50 տարեկանում դժվար թե արդեն սովորեն։ Ճիշտ ասած երկու բաժին է, ինչից սկսեմ, երեկվա Նիկոլ Փաշինյանի զեկույցից, թե կառավարության գործունեության այս զեկույցից, երկու բաժնով։ Իրականում կարող է ելույթ ունենալ եւ կառավարության վերջին 2-3 նիստերի Նիկոլ Փաշինյանի ժամով տևող ելույթները նորից կարդալ։ Դժբախտություն ունեցա, վատառողջ էի, կարծեմ ապրիլի 3-ի նիստը տանը մենակ էի, ձայնը բարձրացրեցի, ամբողջությամբ լսեցի։ Թեզը հետեւյալն է. ժողովուրդ ոչ մեկ իր տեղը չի, սանտեխնիկը տեղը չի, տաքսիստը տեղը չի, ուսուցիչը տեղը չի, տնօրենը տեղն է, բախի պետք է ինքը տեղը լինի։ Վերջ, ամեն ինչը ծրա վրա ավելացած էր, բայց իրականում մտածում եմ, այդ նախարարների չաթերը թրաֆիկինգից զոհ է, մարդիկ հսկայական համակարգեր է ղեկավարել, հիմա նստած ժամով լսում են ինչ-որ ահավոր պատմություններ, ու մեկ է ցուցակ, սա ենք վերանորոգել, սա ենք վերանորոգել, սա ենք վերանորոգել։ Հա, մեկ էլ պարզվում է, որ Նիկոլ Փաշինյանը հայտնի լրագրող էր ու պրավեն տվել են Արի հարգանս թե պրոստացել են շարույթ փորձանքից հեռու։ Լավ, ՔՊ պատգամավորները երբ որ բանակի թալանից խոսում են, հասկանում եմ ամեն անգամ Մելքոնյան Գագոյին փուրն է տալիս, բայց Արմեն Խաչատրյանը ու ափսոս է։ Մեկը մեր հանձնաժողովում ասված ծնունդին պրավային նվեր տալիս, մեկն էլ ասում է, ինձնից վախում են պրավեն 300 մետրից չպրտեցին ինձ։ Ելույթում երեք Նիկոլ Փաշինյանի հիմնականում է թալանի մոդելներ, սա ենք հետ բերել, սա ենք հետ բերել։ Մինչև վերջին կոպեկը համաձայն է պետքա ետ բերել, որովհետև թալանվել է ամեն մեկից, թալանվել է մեր ծնողների, տատերից, պապերից, չգիտեմ, խնայ բանկի փողերից եւ այլն։ Բայց գիտեք, ուզում եմ հասկանամ, երբ է գալու մի օրը, որ մեկ էլ շուրգան ասեն ժողովուրդ լավ ենանք թալանել էին, հանցագործ էին, բա խի է իմ շրջապատում նույնը կատարվում։ Ես հանել եմ այսպիսի մի տրծակ, քաղաքական մամուլում չի, ընդդիմադիր մամուլում օդից իջած լուրեր չեն, հետաքննական նյութեր են։ Այսօրվա նախարարների, պաշտոնյաների, որոշ պատգամավորների գործունեության մասին։ Սա հետո ձեր թիկնազորին կտամ փոխանցեն ձեզ մայիսինի նորակ Մոսկվա թռնելուց ինքնաթիռում կարող եք կարդալ։ Գիտեք, երբ որ ասում են թալանը բերել ենք դրա համար միլիարդավոր դոլարներ հետ են եկել, մտածում եմ լավ, բա այդ ինչի ամեն րոպե հարկը ավելացնում են, եղել շտատիկի վրա, հեշտ թոշակառուի վրա, քաղաքի կենտրոնում պապենական տուն ունեցողի վրա։ Ու մեկ էլ հասկանում եմ, ինչի է Նիկոլ Փաշինյանը ամեն օր հարկ ավելացնենք,
Գիտեք, լրագրողական շրջանակներում հայտնի մի պատմություն կա, հետո Նիկոլ Փաշինյանը կարա ասի սուտ ա եղել թե չէ, հարկայինի մի պետ հայկական ժամանակի լրագրողների է կանչում, ասում է լսի հարկայինի պետը ով է, ասում են դու, ասում է եթե ես եմ հարկայինի պետը, բա Նիկոլ Փաշինյանը վրեժխիա նալոգ դրել, հայտնի լրագրողական շրջանակներում պատմություն է, իմիջիալոց երեք որ ասում եք էս, հանգարտ չլինի պատահի, որ վաղը ասեք, որ սխալ են զեկուցել, օրինակ 20 թվականի հունվար 42 միլիոն դոլար մետաղի ջարդոնի մասին էիք ասում, այն օրը հանձնաժողովի նիստին իմիջիալ դրա մեջ մեղադրվողը արդարացվեց, Անդրանիկ Քոչարյանի փորձագետն է, հարցնում եմ Սուրեն Պապիկյանին, ո՞նց եղավ, դասպա սխալ են զեկուցել, այդի մարդը ղեկավարը լինի իր ենթական սխալ զեկուցի, իմիջիալոց ասեմ ես մեկը էլի, երկորան մեր նորընտիր պատգամավորը այստեղ չի, նայեք, իրականում լավ, ձեր շրջապատն աղը մամուլում տպվել են, ձեր թեկնածուն աղը համամասնականով Օրդուխանյան, ազգանունով, Ազատ Օրդուխանյան, Արշակ Օրդուխանյան, ուզում հասկանամ էլի, այդ որ ասում եք վունդերկինդը տենց ալնում, այդքան Պապիկյան Սուրենը գնում է փոխվարչապետ, ինքը դառնում է խորհրդական, Պապիկյան Սուրենը գնում է պաշտպանության նախարար, ինքը հայտնվում է, բանակի մոտ եղողները գիտեն, Զինարի տնօրենի պաշտոնակատար, Զինարի ամբողջ այդ խանութներ եւ այլն հսկայական ֆինանսական հոսքեր, հիմա մեկը պարզում է դատվում է, ոչ թե դատում է ինչ որ կատո ավտոյի տակ գցելու, այլ խմբակային կազմով թրաֆիկին կազմակերպել անօրինական միգրացիա կազմակերպելու համար։ Ան Քոչարյան երեք սիրուն բանակից Պետրոսի մոտ խոսում եք, բայց ափսոս երեք խոսում եք, որովհետև ասեմ հետևյալը, հոգնել եք արդեն ասելուց բանգա բութուլկա, այս մի քանի ամիս առաջ դիրքերում եմ նկարել, ընդհանրապես մենք կարգապահ ենք, որ գնում ենք դիրքեր, հեռախոսով չենք նկարում, այս մեկը հատուկ արեցի, ասի Անդրանիկ Քոչարյանն ու իշխանական պատգամավորը շատ են բանգաբութուլկից խոսում, այ էսա, ու գիտեք իշնա, Նիկոլ Փաշինյան, որ Սուրեն Պապիկյան այստեղ չի, այդ որ անցյալի հետ եք համեմատում, հլը մի հատ անցյալում զինվոր ունեցողը թող ասի 15 օրից ավելի, 2-3 օրից ավելի մարտական հերթապահության դիրքում զինվոր մնում է, մի քանի ամիս առաջը կորպուսի հրամանատարի տեղակալը հպարտանում ատեստացիան, հանձնել է փողը շատացել է, գնացել ենք դիրք, զինվորներին հարցուփորձ ենք անում իրար ներկայացում, որտեղ 2.5 ամիս ամենաբարձրադիր դիրքում մարտական հերթապահություն են իրականացնում։ Գալով զեկուցին շատ բան կար այս զեկուցում, որ կարող է անդրադառնալ զինված ուժերին, բայց դիմում եմ գեներալներին, սպաներին, երեք Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կոչեց որպես պետական ատրիբուտ ու Հայաստանի անկախության թիվ 1 երաշխավոր չհամարեց, որը Հայաստանի Հանրապետության սահմանադրության դեմ է, 14-րդ հոդված նշում է մեր զինված ուժերի առաքելությունը, ֆունկցիաները, բանակի հետ կապված։ Լավ ժամանակս քիչ է։ Նայեք, զինծառայողների հպարտանում են ատեստացիա հանձնել 13,000-ը։ Ընդամենը 7695 զինծառայողի աշխատավարձ է բարձրացել։ Զինծառայողի 7695։ Հիմա զինված ուժերը ոնց են աշխատել։ Մի տարի առաջ Սուրեն Պապիկյանին հարց եմ տվել։ Այն փառքի սրահները, որ հանել եք զորամասերից, երբեք վերականգնելու պատասխանել են 24 թվին։ 25 թվի հունվարին հարցնում եմ, ինչ եք արել, ասում եմ 0 բան։ Թեև առի ճշմարտություն ասեմ, որ վերջերս իմ տեղեկություններով այդ հարցը նորից բարձրացնելուց հետո նոր հանձնարարական ա եկել։ Եվ մեկ էլ Վազգեն Սարգսյանից ասեմ, էլի Վազգեն Սարգսյանի ակադեմիայի հետ կապված հպարտանում է կառավարությունը, որ ավելացել են ոչ ռազմական առարկաների ժամանակականակը։ Կուրսանտներին տանում են օպերա, բալետ, այդպես տեղեր։ Ու վերջում Անդրանիկ Քոչարյանը երեք
էլի խոսում էր, որ հանդերձանքը պետքա փոխվի։ Հանդերձանք 24 թվին արդեն պետքա փոխված լիներ։ Ես չգիտեմ, քանի տարի հետո, չեն հասցնի, թե չէ, մի քանի տարի հետո էլի հաշվետվություն տալու ժամանակ ասելու են, թե պատրաստում ենք հանդերձանքը փոխել։ Ցավոք սրտի շատ ավելի բան կար ասելու, բայց մեր հանձնաժողովում մինչև ուշ երեկո ժամերով քննարկում ենք եղել։ Այո, ընդդիմությունը ակտիվ մասնակցում է, որտեղ բանակը մերն է, անվտանգությունը մերն է։ Մենք սիրում ենք այդ ամեն ինչը եւ ոչ թե ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի հեղինակազրկում։